Մուշ թաղամասում եմ ձեր ուշադրությանն եմ ներկայացնելու 800 քառակուսի հողատարածքի վրա կառուցած երկհարկանի առանձնատան վաճառք 312 քառակուսի մակերեսով։ Պտտվենք տուն ունենք։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այսպես առանձնատուն, այստեղ մեկ մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի է, ուշադրություն դարձրեք դուռը ինչ հետաքրքիր է բացվում։ Ես դրսից ցույց տամ։ Ես մեծ դուռ նախասրահն է, ձախի վրա ուրեմն մի հատ ննջարան կամ աշխատասենյակ, ոնց կօգտագործեք առաջի հարկի ուրեմն սենյակն է, ստեղ առաջի հարկի սանհանգույց, ավտոկայանատեղին, մեկ մեքենայի համար նախատեսված հյուրասենյակ, խոհանոց, բոլոր պատերի անկյունները սենց կլորացրած է, ունենք վիտրաժային ապակիներ, տունը դեռ ներքին հարդարում արված չի, կիսատ է վերանորոգումը, բայց կատարված է բոլոր մոնտաժները ջրի, հոսանքի, դրսում ուրեմն լողավազանն է, այստեղ խարույկի հատված, այստեղ ամառային խոհանոցի հատվածն է, ասես պտտեմ, այստեղից տեսքը տեսեք, այստեղ մաստեր ննջարանն է, մյուս ննջարանը, մի հատ ննջարան հակառակ կողմի վրա է, հիմա բարձրանամ երկրորդ հարկը ցույց տամ ձեզ։ Ինչպիսի աստիճանավանդակ է երկրորդ հարկ բարձրացող, երկրորդ հարկում համար 1 ննջարանը, թվով ստացվավ 2 երկրորդ ննջարանը, երկրորդ հարկի բաց պատշգամբը, այսպես բաց պատշգամբը, տունը ամբողջությամբ երեսպատված է, սինվի կտոր տուֆ է, այստեղ օդափոխման մոնտաժներն է արված, սենց լվացքասենյակ, երկրորդ հարկի զուգարան, իր պատուհանով, մաստեր ննջարանը, բաց պատշգամբ, այստեղ ուրեմն խոզետ հատվածն է, այստեղ սանհանգույցն է։ Առաստաղի բարձրությունը 3.20 է, այսինքն եթե դուք այս բալկաները փակեք, մաքուր 3 մետր կմնա ձեզ, եւ վերջին ննջարանը էլի իր բաց պատշգամբով, մենք հարթ տանիք, ճաղավանդակները ամբողջությամբ տեղադրված են, տեսեք ինչ բարձր պարիսպ ունենք, այստեղ բակում ուրեմն լողավազանն է, խարույկի հատվածը, ամառային խոհանոցը, այս կողմից եկեք ցույց տամ ձեզ մեքենաների մուտքը, այսպես մեքենաների մուտքն է, իսկ այս մյուս կողմից բակի տեխնիկական հատվածն է, տարածքում կոյուղի չկա, այստեղ հոր է փորված, հես այդ հորը, բավականին մոտ մի 20 մետր փորված է, իր ջրագծերն են, լողավազանի սիստեման է, այսպես, սա էլ տեսարանը։